Աբսուրդ է, չէ, մտածել, որ Ռուսաստանի այս սանկցիաները պայմանավորված են ընդդիմադիր ինչ-որ լիդերի, կներեք այս բառի համար, մուտիտներով, որ արվել է Ռուսաստանում, չէ, պարզ է, չէ, որ սա Ռուսաստան-Հայաստան միջպետական հարաբերությունների այս որակն է, երբ որ դու քո նախաձեռնությամբ իդեպ Մերցի եւ Մակրոնի հետ խոսելուց հետո, երբ որ ակնհայտ է, որ Մերցի եւ Մակրոնի հետ քննարկվել է ռուսական սանկցիաները, նոր դու զանգահարում ես Պուտինին, այսինքն այնտեղ այլևս լուծում չես տեսնում եւ բնական է, որ ԵՄ տիրույթում այս խնդիրները չեն լուծվելու եւ դա փորձել գցել ընդդիմադիր ինչ-որ ուժի գրպանը, ասելով, որ ընդդիմադիր ինչ-որ ուժի լոբինգի արդյունքում այս սանկցիաները, չէ, հասկանալի է, չէ, որ եթե նախկինում Ռուսաստանը շատ ավելի լոյալ էր այս իշխանության հանդեպ, իդեպ միջև հիմա անգամ առաջին, ուրեմն պաշտոնական հեռախոսազրույցում ընտրություններից հետո Պուտինը այդպես էլ չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ԿՊ-ի տարած ԿՀ-ի եւ ՍԴ-ի հռչակած հաղթանակի կապակցությամբ ակնհայտ է, որ հարաբերությունները վատ են, ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ել ավելի են վատթարանալու եւ ինչպես Պեսկովը նշեց այդ հեռախոսազրույցից հետո ուժի մեջ է մնում Աստանայում 4 ղեկավարների համատեղ հայտարարությունը, որ դեկտեմբերի վերջին ԵԱՏՄ ղեկավար մարմնի նիստում ներկայացվելու է, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար ԵԱՏՄ-ից ըստ էության դուրս գալը, մարդիկ ասում են, որ քո դեդլայնը, քո վերջնաժամկետը մինչև դեկտեմբեր այդ հանրաքվեն անում ես, չես անում, որոշում ես որտեղ ես մնում, դա մինչև դեկտեմբեր է, դեկտեմբերից հետո ԵԱՏՄ-ից մենք ենք հանելու Հայաստանին եւ դրան հետևելու են այնպիսի սանկցիաներ, որ այս սանկցիաները, որ հիմա կան, այդ սանկցիաների մենք կակա ենք ասելու